Ողջույն։ Հայաստանում բանկային ոլորտն այսօր գերհագեցած է։ Այս մրցակցային միջավայրում, սակայն, Fast Bank-ն առանձնանում է իր ուրույն դիրքավորմամբ եւ մոտեցումներով։ Fast Bank-ի խորհրդի աշխատակազմի ղեկավար Գոհար Արշակյանի հետ այսօր զրուցելու ենք Fast Bank-ի ռազմավարության, զարգացման ուղղությունների եւ այլ գործոնների մասին։ Բարև ձեզ, Տիկին Արշակյան։ Այս պահին Fast Bank-ն ինչ ռազմավարությամբ է դիրքավորվում հայկական ֆինանսական շուկայում, որ արժեքներն են բանկը դարձնում վստահելի ու տարբերակվող։ Նախ մինչ ռազմավարությանը անդրադառնալը նշեմ, որ 1994 թվականից ի վեր Fast-ը որպես ֆինանսական կառույց անցել է բավականին հետաքրքիր եւ հետեւողական զարգացման ճանապարհ։ Մեկ մասնաճյուղ ունեցող լոմբարդային վարկեր տրամադրող ֆինանսական կառույցից վերափոխվելով մինչև 39 մասնաճյուղ ունեցող եւ արդեն իսկ 300,000-ից ավելի հաճախորդներ սպասարկող առևտրային բանկի։ Եթե անդրադառնամ բանկի արժեքներին, ապա հիմնական արժեքներն են հաճախորդամետ մոտեցումը, վստահությունը, գործել թափանցիկ եւ լինել վստահելի գործընկեր, ինչպես նաեւ հասանելիությունը եւ համարձակ ու նորարար գործելավոճը։ Այստեղ խոսեցինք հասանելիությունից, երևի որպես մրցակցային առավելություն արժի հիշատակել հենց մեր հասանելիությունը եւ անդրադառնալ այն հանգամանքին, որ այսօր տեխնոլոգիաների զարգացման այս դարաշրջանում on-line banking-ի միջոցով 24/7 ռեժիմով հիմնականում ֆինանսական ծառայությունները հասանելի են իրենց հաճախորդներին։ Սակայն ի տարբերություն on-line տիրույթների, Fast Bank-ը իր 39 մասնաճյուղերի միջոցով հասանելի է հաճախորդներին թե Երևան քաղաքում, թե Հայաստանի բոլոր մարզերում։ Նշեմ նաև, որ մասնաճյուղ է նաև Զվարթնոց օդանավակայանում։ Այս ամենի հետ մեկտեղ նշեմ, որ բանկը ունի բավականին միևնույն ժամանակ եւ կայուն եւ առաջանցիկ աճի ռազմավարություն եւ այս ռազմավարության իրագործման հիմքում մենք տեսնում ենք բանկը տեխնոլոգիական կառույցի վերափոխումը։ Տարբերող հատկանիշներից, ճիշտն ասած, կարծում եմ արժանի է հիշատակել, որ ֆինանսական կառույցը 100%-ով հայկական կապիտալով ֆինանսական կառույց է, բանկ է եւ շատ ոգևորիչ է տեսնել, որ այդ հետեւողական զարգացման արդյունքում բրենդը արդեն իսկ ներկայացված է Հայաստանի սահմաններից դուրս, մասնավորապես Անգլիայում գործող վարկային կազմակերպության տեսքով։ Եվ հետաքրքիր կլինի երևի նշել նաև, որ պլանավորում ենք բրենդի աշխարհագրության ընդլայնում, որի մասին առաջիկայում կլսի հանրությունը։ Տիկին Արշակյան, Fast Bank-ի անունը քանիցս լսում ենք տարբեր հասարակական հիմնախնդիրների լուծման ուղղված նախաձեռնություններում։ Եթե փորձենք առարկայացնել, ապա բանկի կորպորատիվ սոցիալական ռազմավարության եւ բարեգործության հիմնական շրջանակները որոնք են։ Նախ նշեմ, որ ցանկացած դեպքում երկարաժամկետ զարգացման տեսլականը ենթադրում է պատասխանատվություն այն միջավայրի նկատմամբ, որտեղ մենք գործում ենք եւ որտեղ վերջ-ի-վերջո ապրելու են նաեւ մեր սերունդները։ Ինչպիսիք են բնությունը, հասարակությունը, ինչու՞ չէ նաեւ ենթակառուցվածքները։ Այստեղ մինչ տարբեր նախաձեռնություններին անդրադառնալը պետք է նշեմ, որ բանկը եւ ֆինանսական կառույցը ի տարբերություն այլ ոլորտներում բիզնես իրականացնող կազմակերպությունների հնարավորություն ունի իր իսկ հիմնական գործունեության միջոցով խթանելու տնտեսության այս կամ այն ճյուղը, ինչպես նաեւ խթանելու օրինակ կանանց ձեռներեցությունը, ՓՄՁ ոլորտը, մարզերի համաչափ զարգացումը, ինչու՞ չէ նաև պետության համար գերակա հանդիսացող ոլորտների զարգացումը, կլինի դա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ, արդյունաբերություն, թե գյուղատնտեսություն։ Սակայն այս ամենին հետ մեկտեղ նշեմ, որ ճիշտ եք նկատել, բանկը իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում, քաղաքականության շրջանակներում հանդես է գալիս այնպիսի նախաձեռնություններում, որոնք ունեն սոցիալական, կրթական, ինչպես նաև ազգային եւ միջազգային մշակութային ժառանգությունը պահպանելու նպատակ։ Իհարկե այս նախաձեռնությունները ընտրելիս մենք կարևորում ենք վերջիններիս իրական ազդեցությունը նշված շրջանակների, ինչպես նաև երկարաժամկետ ազդեցությունը վերջիններիս վրա։ Կարևոր է երևի եթե թվերի մասին մի քիչ խոսենք, որ նշեմ, որ անցյալ տարի օրինակ այդ արտաքին կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մեր միջոցառումների շրջանակներում բանկը աջակցություն է ցուցաբերել մոտավորապես 600-ից ավել միլիոն ՀՀ դրամի
ծավել շրջանակներում, որոնց կենտրոնում եղել են կրթական, սոցիալական եւ մշակութային, ինչպես նաեւ սպորտային միջոցառումները։ Վերջիններիս հետ կապված կարծում եմ հասարակությունը առանձին տեղեկացվել է եւ պիտի հայտնեմ, որ բացի արտաքին միջոցառումներից կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բանկը մշտապես իրականացնում է նաև ներքին կորպորատիվ սոցիալական պատասխանատվության միջոցառումներ, ինչու ներքին, որովհետև շահառուները հենց բանկի աշխատակիցներն են եւ դրանք դրսևորվում են աշխատակիցների առողջության ապահովագրության, ինչպես աշխատակցի, այնպես էլ ընտանիքի անդամներին տրվող տարբեր կրթական զարգացման ուղղված միջոցառումների, ինչպես նաև կորպորատիվ միջոցառումների ու սոցիալական շրջանակներում։ Տիկին Արշակյան, իսկ ինչպես է կազմակերպում արդյունավետ հաղորդակցությունը խորհրդի անդամների եւ ղեկավար օղակի միջև եւ արդյոք կանանց բնորոշ ճկունությունը առավելություն է տալիս ձեզ այդ հարցում։ Իրականում նախքան կանանց բնորոշ ճկունությանը անդրադառնալը պիտի նշեմ, որ ինչպես գիտեք, խորհուրդը բաժնետերերի ժողովից հետո բանկի կառավարման բարձրագույն մարմինն է եւ չնայած ես խորհրդի անդամ չեմ, այնուամենայնիվ աշխատանքի բնույթը եւ ինչու՞ չէ նաեւ մթնոլորտը թույլ են տալիս առավելագույնը օգտագործել իմ փորձն ու գիտելիքները, ներդրում ունենալ բանկի կառավարման, զարգացման, ռազմավարական նպատակների իրագործման ճանապարհին, որը իրենից մեծ պատասխանատվություն է ենթադրում։ Միևնույն ժամանակ պիտի նշեմ, որ չնայած ես առաջնորդվում եմ աշխատանքային մի շարք սկզբունքներով, հարգանք իմ աշխատանքի նկատմամբ, դիմացինի աշխատանքի նկատմամբ, բարձր պատասխանատվություն եւ ազնվություն, այնուամենայնիվ դա անհնարին կլիներ, եթե չլիներ այդ մթնոլորտը, որը փաստում առկա է։ Պիտի առանձնացնեմ, որ եւ տնօրինությունը եւ խորհրդի անդամները շատ բարձր էթիկական որակներ ունեցող եւ մասնագիտական լայն փորձ ունեցող անձիկ են, եւ երևի թե արդյունավետ հաղորդակցության ապահովման ճանապարհին կամ ընդհանրապես իմ աշխատանքի արդյունավետ կազմակերպման ճանապարհին ինձ համար միակ մարտահրավերը դա տվյալ արագ փոփոխվող եւ արագություն պահանջող աշխատանքի հետ մեկտեղ որակի ապահովումն է, երբ դու գործ ունես այդքան մեծածավալ ինֆորմացիայի, լայն շրջանակների եւ խորը վերլուծության անհրաժեշտության հետ, երբեմն իրոք մարտահրավերային է, բայց կարծում եմ ստացվում է, քանզի այն պատասխանատու միջավայր եւ աշխատանքը, որ կատարվում է, առանց որակի ապահովման անհնարին է ունենալ այն արդյունքները, որը մենք ունենք։ Եթե խոսենք կանացի հատկանիշների մասին, ես այստեղ պիտի նշեմ, որ կորպորատիվ կառավարման համար կարևորագույն սկզբունքները, ինչպիսիք են պատասխանատվությունը, թափանցիկությունը, հաշվետվողականությունը, շատ ներդաշնակ են կանացի որակների հետ։ Եվ իմ կարծիքով այս ամենը ունենալով, եթե կինը համատեղում է մեծ փորձառության, ցանկության եւ նպատակի հետ, ապա արդյունավետ կերպով կարող է կառավարել ինչպես մեծ խմբեր, թիմեր, նաեւ կազմակերպություններ։ Եվ ինձ համար շատ ուրախալի է եւ ոգևորիչ, որ Fast Bank-ում կանայք ներկայացված են ոչ միայն տնօրինությունում, այլ նաեւ տնօրենների խորհրդում։ Տիկին Արշակյան, խոսեցինք նորարարությունների, ֆինանսական պրոդուկտները թվայնացնելու, բանկի վերափոխման մասին, կարծես պարադոքս է առաջանում, հաշվի առնելով Fast Bank-ի մարզերում ֆիզիկական ներկայացվածության ընդլայնման հետ։ Հարցադրումը շատ հետաքրքիր է եւ միևնույն ժամանակ պիտի նշեմ, որ դրա շուրջ մենք ինքներս էլ ենք մտորում եւ երբեմն տարբեր տեղերից էլ այդ հարցը ստանում ենք, բայց պիտի այստեղ առանձնացնեմ, որ տեխնոլոգիաները ճիշտ է փոխվում են, ուղիները փոխվում են, բայց արժեքները մնում են նույնը։ Իսկ մեր ծառայությունների հիմքում հաճախորդների պահանջմունքներն են։ Այս տեսակետից ճիշտ է, մենք շարունակական աշխատանք ենք կատարում մեր մոբայլ հավելվածների, ընդհանրապես ուղիների զարգացման ու առնչությամբ եւ պիտի նշեմ, որ այդ ներդրումը տալիս է իր արդյունքը եւ տարեցտարի մոբայլ հավելվածի եւ օգտատերերի քանակը եւ մոբայլ տիրույթում կատարվող գործարքների տեսակարար կշիռը էապես բարելավվում է եւ մենք նպատակ ունենք բավականին մեծ ծավալը գործարքների, որ մեր հաճախորդները իրականացնեն հենց on-line տիրույթում։ Բայց այս ամեն ինչի հետ մեկտեղ մենք կարծում ենք, որ այս առաջիկա երևի թե 5-10 տարիների ընթացքում առնվազն այն ֆիզիկական ներկայացվածությունը, որ բանկը ունի, ինքը միանշանակ արդարացված եւ պահանջված է հաճախորդների կողմից։
Եվ չնայած կարծիքները տարբեր են, այստեղ կան մեծ մտածողներ, որ գտնում են, որ բանկային գործը անհրաժեշտ է, բանկինգը ոչ, բայց մենք կարծում ենք, որ ապագայում հաջողելու են այն բիզնեսները, որոնք կարողանան լավագույնս համատեղել ֆիզիկական ներկայացվածությունը on-line ուղիների հետ մեկտեղ։ Եվ վերջիվերջո արժեքների մասին նշելիս ես խոսեցի վստահության մասին եւ մեր կարծիքով վստահությունը առաջին հերթին ձևավորվում է մարդկային շփման միջոցով։ Եվ վերջին հարցը, ըստ ձեզ ո՞րն է Fast Bank-ի գլխավոր մարտահրավերն այսօր վերափոխվող տնտեսության եւ տեխնոլոգիական գերակայության այս դարաշրջանում։ Մարտահրավերները իրականում ժամանակից կախված շատ են, բայց եթե սենց ամփոփեմ, երևի թե աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակում, ինչպես նաև արագ փոփոխվող եւ բարձր մրցակցային արտաքին իրավիճակում ապահովել կազմակերպության տվյալ դեպքում բանկի առաջանցիկ աճի տեմպը, իհարկե արդյունավետորեն կառավարելով ռիսկերը եւ մտքում ունենալով, որ տեխնոլոգիաների հետևում մարդն է եւ այն արժեքը, որ ստեղծվում է, դա կրկին մարդու համար է։ Եվ տեխնոլոգիան միայն միջոց է, որպեսզի լուծենք մարդու խնդիրները եւ բարելավենք մարդու կյանքի որակը։ Շնորհակալություն։ Մենք զրուցում էինք Fast Bank-ի խորհրդի աշխատակազմի ղեկավար Գոհար Արշակյանի հետ։